Զենք զինամթերք, հատուկ միջոցներ, անհրաժեշտ սարքավորումներ և հերթափոխը պատրաստ է սկսելու իր 12-ժամյա պատասխանատու օրը։ Պարեկային ծառայողի աշխատանքային օրը հենց այս կերպ է սկսվում՝ խիստ կարգապահությամբ, ստուգումներով ու լիարժեք պատրաստվածությամբ։ Ժամը ամենաուշը 08:00-ին բոլորս լինում ենք մեր տեղամասերում։ Ծառայությունը իրականացնում ենք 2 հոգով, մեր մեքենաների միջոցով, յուրաքիր համակարգիչների միջոցով։ Ընդհանուր ծառայությանը ներգրաված անձնակազմը լիովին տիրապետում է իրենց մասնագիտական հմտություններով տիրապետում են առաջադրված խնդիրներին։ Պարեկների գործն է ապահովել ոչ միայն ճանապարհային երթևեկության և հասարակական անվտանգության ապահովումը, այլև կանխել հանցագործությունները, արձագանքել ահազանգերին և աջակցել յուրաքանչյուրին, ով օգնության կարիք ունի։ Ուստի արագ արձագանքումը և սթրեսակայունությունը նրանց աշխատանքի ամենակարևոր կողմերից են։ Իրենց առօրյան շատ լեցուն է, շփվում են բազմաթիվ մարդկանց հետ, բազմաթիվ քաղաքացիների հետ, այդ թվում օտարերկրյա քաղաքացիների հետ։ Ծառայողները պետք է լինեն սթրեսակայուն, իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու հմտություններ ունենան։ Պարեկ դառնալու ճանապարհը սկսվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիրից, ինչպես 1 տարի առաջ եղավ Հերմինե Հակոբյանի դեպքում։ Հաշվի առնելով, որ քաղաքացիական հաստիքով էի դիմել, այդքան էլ սկզբնական շրջանում հեշտ չէր, մինչև շնորհիվ ընդեղի դասախոսական անձնակազմի ընդգրկվեցի, ավելի արդեն հեշտացավ։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիրում ուսուցումն իրականացվում է պետական պատվերով և ամբողջությամբ անվճար, ուսուցման 6 ամիս տևողությամբ։ Ի դեպ, այս պահին հայտարարված է միասնական ընդունելություն մրցույթ 250 թափուր տեղերով։ Հայաստանի Հանրապետությունում ներկոպային ունենք 250 թափուր հաստիք Երևան քաղաքի, մայրաքաղաքի և մարզային ստորաբաժանումների։ Կարող են դիմել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ֆիզիկական և առողջական վիճակով կարող են կատարել ոստիկանության ծառայողի պարտականությունները։ Ապագա պարեկները ուսման ընթացքում ոչ միայն ստանում են մասնագիտական պատրաստվածություն, այլև անցնում են պրակտիկա, ձեռք բերելով աշխատանքի համար անհրաժեշտ հմտություններ։ Ուսուցումից հետո անցնում են համապատասխան պրակտիկա և հետո նշանակվում են թափուր հաստիկներում, մարզերում և Երևան քաղաքում։ Ուսուցումը բարեհաջող ավարտելուց հետո ծառայողները կարող են ստանալ ոստիկանության լեյտենանտի զինվորական կոչում։ Պարեկային ծառայության և ընդհանրապես ոստիկանության համակարգում ծառայողներն օգտվում են նաև առողջապահական ապահովագրությունից, սոցիալական փաթեթից, ներառյալ ընտանիքի անդամներին նախատեսված երաշխիքներից։ Օգտվում ենք այդ բոլոր արտոնություններից, որ պետությունը մեզ տրամադրում է, երաշխիքային սպասարկումներ, ընտանիքի անդամները նույնպես, աշխատավարձը բավականին նորմալ է։ Պարեկային ծառայողները նշում են, սա պարզապես աշխատանք չէ, այլ ընտրություն լինել այնտեղ, որտեղ որոշվում է քաղաքացու անվտանգությունը։ Այսօր պարեկային ծառայությունը նոր մարդկանց ևս հնարավորություն է տալիս միանալու այդ պատասխանատու գործին։ 45999 աջ մասում կանգնեք։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, Այսօր։